Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը հանկարծակի որոշել է դադարեցնել Եղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ իշխանության հովանավորյալ գործարարներից Նարեկ Նալբանդյանը կրկին հայտնվել է կասկածելի գործարքների կիզակետում։ Իշխանության հովանավորյալը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում։ Պաշտոնյաների կողմից շահերի բախման դեպքերի վերաբերյալ ուսումնասիրությունների թիվը 8.5%-ով աճել է, հայտնում է օրաթերթը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Մայիսի 20-ին այդ առևտրային կազմակերպությունը Երևանի բյուջեից 13 միլիոն 753 հազար դրամ է հատկացվել, որպես հիմք նշված է ՆՈՒՄԱ ՍՊ-ի տնօրենի ապրիլի 30-ի գրությունը։ Ստացվում է, որ փոխարեն առևտրային կազմակերպությունն աշխատի, շահույթ ստանա եւ հարկ մուծի, դիմում է քաղաքապետարանին, որպեսզի քաղաքային բյուջեից փող ստանա։ ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված, որին նախօրեին կառավարությունը հավանություն տվեց, գրում է Հրապարակ օրաթերթը։ Պատգամավորն առաջարկում էր 15 եւ 20 միլիոն դրամ վճարել 1 կամ 4 ամիս ծառայելու համար, իսկ կառավարությունը գումարն ավելացրել է դարձնելով 18 եւ 24 միլիոն դրամ։ ՔՊ-ում շատերը կարծում են, որ այս օրենքով խորացվելու են սոցիալական անարդարությունը եւ բանակը թողնելու են աղքատների հույսի։ Ռոբերտ Քոչարյանը կարճատև այց է կատարել Մոսկվա, հայտնում է օրաթերթը։ Հրապարակը նաև գրում է. պատիվ ունեմ կուսակցությունը հայտարարել է, որ այս պահին չունի վարչապետի թեկնածու, բայց պատրաստ է առանց նախապայմանի քննարկել որևէ թեկնածուի եւ նախաձեռնել գործընթաց։ Փաստ օրաթերթը գրում է. Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկմանը ներկայացրել զբոսաշրջության բնագավառում գործող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի օժանդակության ծրագիրը հաստատելու մասին նախագիծը։ Ըստ նախագծի զբոսաշրջիկներին կտրվի հետվճար, եթե նրանք որոշակի սահմանաչափի գումար ծախսեն Հայաստանում։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։